մի քանի հիմնական թեմաների կանդրադառնանք եւ երևի սկսենք այս հարցից։ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը ըստ էության եւ շատերի գնահատմամբ առերեսվեց իրական պատկերին, իրական ռեյտինգին, ինչ ինքը ունի։ Գյումրի էր գնացել ավտոշարասյունով, տեսակ մեքենաները մարդկանց էին տարել, բայց կիսադատարկ հրապարակում, այսպես վարչաբենդը թմբուկ էր խփում։ Խնդրեմ այս մասով, հա, ձեր տեսակետը արտահայտեք, ըստ էության այլևս ինքը մերժվում է հիմնականում Հայաստանի բոլոր հատվածներում եւ իհարկե հետաքրքիր է նաեւ այս փուլում Աննա Հակոբյանը նորից եկավ առաջին պլան, ըստ ձեզ սա ինչով է պայմանավորված, կա այսպիսի տեսակետ նաեւ, որ իրենք էլ լավ գիտեն, թե Աննա Հակոբյանը անձնապես ինչ անտի-ռեյտինգ ունի, բայց Փաշինյանը այսպես է մտածում, ընտրություններն ինքը, որ ասում են վարչական ռեսուրսները ձեռքին, կուզեն ընտրակեղծարարություն կանեն կամ գուցե ավելի սարսափելի ծրագիր ունեն եւ դրա համար հոգ չէ, որ Աննա Հակոբյանը նորից կգա առաջին պլան։ Խնդրեմ այս հարցից սկսենք, հետո արդեն իհարկե խոսենք նաեւ ընդդիմության քայլերն ու շանսերը ինչպես է գնահատում։ Բարև ձեզ։ Ինչ վերաբերում է նրան, որ հենց այս կիրակի Նիկոլ Փաշինյանը առերեսվեց իրականության հետ, ապա ես այստեղ թերևս կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր է առերեսվում իրականության հետ վերջի շրջանում, այդ թվում նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը կարծում եմ ինքը այն անձնավորությունն է, որը որ գրեթե ամեն շաբաթվա ռեժիմով ստանում է տարբեր ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ եւ այդ արդյունքները քանի որ հրապարակելու համար չեն հիմնականում դրանք արտացոլում են իրական այն պատկերը, որին ինքը առերեսվում է եւ հասկանում է ինչն է իրական իրավիճակը դրանցից ընդհանրապես որոշակի կարծում եմ ռետուշ անելուց հետո որոշակի վերախմբագրումից հետո են հրապարակվում որոշ սոցիոլոգիական հարցումներ, եթե իհարկե հրապարակվում են բայց նախընտրական շրջանը հենց առանձնահատուկ է նրանով, որ շատ քաղաքական գործիչներ, մանավանդ իշխանությունը ներկայացնող եւ հիմնականում ղեկավարները երկրի իրենք իրականում գետնի վրա առերեսվում են իրականության հետ, այլ ոչ միայն առերեսվում են թվերի հետ, որոնք իրենք ստանում են, որովհետեւ նախընտրական շրջանում բավականին շատ են շրջագայությունները, նախընտրական կամպանիան հենց դա է ենթադրում, որ պետք է շրջագայես երկրով, փորձես իրական մարդկանց նաև հետ խոսել եւ այդ առերեսումը տվյալ պարագայում բավականին ծանր է լինում երբեմն, մանավանդ մեծ քաղաքներում։ Նիկոլ Փաշինյանի պարագայում արդեն ակնհայտ է, որ մեծ քաղաքներում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ունենալու են բավականին լուրջ խնդիրներ ընդհանուր առմամբ։ Եվ դա Ես կարծում եմ պայմանավորված է նախ եւ առաջ, որ մեծ քաղաքներում այնուամենայնիվ ավելի քաղաքականացված է հասարակությունը, ավելի սոցիալիզացված է, ավելի շատ շփումներ կան մարդկանց միջև, այսինքն մարդիկ կամա թե ակամա նույնիսկ սուրճ խմելուց քննարկում են տարբեր ասպեկտներ, տարբեր բաներից են խոսում, սկսած կենցաղային բնույթի խոսակցությունից եւ վերջացած քաղաքականությամբ, իսկ քանի որ քաղաքը դա այն միջավայրն է, որտեղ մարդիկ մանավանդ մեր տիպի հասարակությունում միշտ ինչ-որ մի քիչ էլ քաղաքականությունից են խոսում, առնվազն, ապա այդ քաղաքական գնահատականները, որ կան տարբեր խմբերի մոտ, տարբեր ֆոկուս խմբերի մոտ, մասնագիտական լեզվով ասած, իրենք տարածվում են մյուսների վրա, այսինքն քաղաքը դա մեծ համայնք է, որը որ փոքր բջիջներից է կազմված եւ մարդիկ նորից եմ ասում, քանի որ ավելի զբաղվելու, այսպես ասենք, շատ ավելի տեղեր ունեն, շատ ավելի մասսայական միջոցառումների են մասնակցում, սկսած անձնական ընտանեկանից վերջացրած ինչ որ այլ միջոցառումներով իրենց կարծիքը փոխանակում են իրար մեջ եւ եթե տրենդ է ձևավորվում որոշակի, ասենք, հակաիշխանական կամ պրոիշխանական, ապա այդ տրենդը բավականին արագ տարածվում է։ Հիմա մեծ քաղաքներում նաև քանի որ ավելի ինֆորմացված են, ավելի քաղաքականացված են, մեծ քաղաքներում քանի որ հասու են տարբեր մեդիա ռեսուրսներ, այդ թվում ընդդիմության բոլոր մեդիա ռեսուրսներն են հասանելի, մարդիկ կարողանում են ըստ էության վերլուծել իրավիճակը, այսինքն եւ եթե նայում են իշխանականը, որովհետեւ գիտեք շատ դեպքերում իշխանական ռեսուրսները չեն էլ նայում, այսինքն ես նկատի ունեմ օրինակ հանրային հեռուստատեսության, բայց գյուղերում այդպես չէ, գյուղերում շատերի համար միակ ինֆորմացիայի աղբյուրը շատ դեպքերում հենց
պրոիշխանական լրատվամիջոցներն են, կամ լրատվամիջոցը հիմնականում, այո, սփռման մասին է, այո, եւ քանի որ փոքր համայնքներ են եւ հիմնականում նաեւ որոշակի ընտանեկան կապերով, այսպես ցեղական կապերով, հիմնական ինֆորմացիայի մյուս տարածման միջոցը, ալտերնատիվ միջոցը դա գյուղամիջն է, այդ պարագայում շատ կախված նրանից, թե այդ միջավայրում ինչ ինֆորմացիա է տարածվում, քաղաքից, ինչպես իրենք են ասում, կամ մայրաքաղաքից, այդպես էլ տրամադրություններ գյուղերում լինում է, բայց այնուամենայնիվ նաև այնտեղ շատ մեծ կապ ունի, թե ասենք գյուղապետը ինչ ազդեցություն ունի մարդկանց տրամադրությունների վրա։ Իսկ քաղաքներում, մեծ քաղաքներում այդպես չէ, եւ ամենալավ սոցիոլոգիան ամեն դեպքում, եթե իմիջայլոց, դա ոչ թե բուն սոցիոլոգիան է, այլ ընտրությունների արդյունքներն են։ Ի վերջո 23 թվականից սկսած առնվազն մենք տեսնում ենք Երևան քաղաքում Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ չհաջողվեց։ Բայց մենք տեսանք 3 տեղ միտեղ սպանեցին ընտրված համայնքապետին, Այո։ Գյումրու ընտրված համայնքապետին փակել են, Մասիսի ընտրված համայնքապետին փակի տակ է պահել, այս ամենը ինչ ազդեցություն։ Դա գիտեք, դա այլ հարց է այն առումով, որ դա մարդկանց կամարտահայտության հետ կապ չուներ։ Դա արդեն իշխանության ռեպրեսիվ գործողություններն են, այսինքն մարդիկ երբ որ ընտրողները ստանում են մեծ քաղաքներում ամենայն դեպս ընտրելու հնարավորություն, իրենք իրենց ընտրությունը անում են եւ այդ ընտրությունը հավաքական առումով կարծես թե միշտ ընդդիմության կողմն է, նույնիսկ վաղ շաբաթում, որը որ համարվում է, որ իշխանությունը, այսպես ասենք, ռևանշ էր վերցրել օրինակ Գյումրիի համար կամ այլ դեպքերի համար, վաղ շաբաթում այնպես չէ, որ վաղ շաբաթում է այդ ընտրությունը կատարվել, միացրեցին համայնք կողքից, այսպես ասենք, որի շնորհիվ իրենց հաջողվեց պատկերը փոխել, այն էլ ծայրը ծայրին հասցնելով, մի կերպ հասցնելով, այնտեղ նաև իհարկե ընդդիմությունն էլ բավականին լուրջ սխալներ ունեցավ, փոշիացվեցին ձայներ եւ այլ եւ այլ։ Հիմա ամբողջ երկրի մասշտաբով դու չես կարող ասենք լրացուցիչ համայնքներ կպցնես Հայաստանից, չգիտեմ, Ադրբեջանից հնարավոր է համայնք կպցնել, որպեսզի ասենք Նիկոլ Փաշինյանի համար պատկերը փոխվի։ Այս առումով ես ուղղակի ձեր հարցին եմ պատասխանում, դուք ասում եք սա ինչ ազդեցություն կունենա, բնականաբար դա որոշակի ազդեցություն ունենում է եւ իշխանությունը, որը որ հիմա մենք տեսնում ենք, որ բավականին կոշտ ռեպրեսիվ բան է միացրել, մեխանիզմ է միացրել, մենք գրեթե ամեն օրվա ռեժիմով այս կամ այն կուսակցության հիմնականում իհարկե տվյալ դեպքում առայժմ խոսքը վերաբերում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ են ձերբակալվում, տանում կալանքի, բնականաբար շատ կանխատեսելի էր, որ խոսքը գնալու էր իբր ընտրակաշառքների բաժանման մասին, դրա տակ հենց խնդիրը հենց նրանում է, որպեսզի տեղական ակտիվիստների, այսպես ասենք, էներգիան զսպեն ընդհանուր առմամբ, ազդեն մարդկանց վրա, մարդկանց մոտ վախի մթնոլորտ լինի։ Բայց ես կարծում եմ, որ համենայն դեպս անցյալ շաբաթվա գործողությունները ցույց տվեցին, որ մարդկանց կալանավորում էին, մարդկանց նույնիսկ կալանավորում էին, էլ չեմ ասում ձերբակալում էին, բայց այնուամենայնիվ տեղերում այդ հանդիպումները շարունակվում էին եւ բավականին մարդաշատ էին, եւ ես կարծում եմ, որ սովորաբար, ինչպես միշտ, այսինքն սովորաբար ընտրական գործընթացները երբ սկսում է, երբ ընդդիմադիր շարասյունները մեկը մյուսի հետևից սկսում են նաեւ այցելել իշխանության համար բարենպաստ բազա հանդիսացող գյուղերը, այնտեղ եւ սկսում են այնտեղ ըստ էության այլընտրանքային մոտեցումներ ցուցաբերել, բավականին կոշտ քննադատել իշխանությանը եւ անձամբ վարչապետին, այնտեղ աստիճանաբար այդ մթնոլորտը վախի կոտրվում է եւ սովորաբար Ճիշտ է, որ դիմադիները պարտադիր երթվեք գյուղերով։ Իհարկե, որովհետեւ հենց այդ գյուղամեջերում, հենց պայմանական եմ ասում, հա, երբ ասենք հանդիպում ես եւ սկսում ես այսպես այդ բոլոր գծերը անցնել, այն գծերը, որոնք գյուղացիներից շատերը իրենց համար իրենք են հենց գծեր, որ չի կարելի, ասենք, երկրի վարչապետին քննադատել, կոշտ քննադատել կամ իշխանությանը քննադատել եւ լսում են, որ այնուամենայնիվ քաղաքական ուժեր են գալիս եւ այլ կարծիքներ են հայտնում, այսինքն սկսում են պատկերացնել, որ Երևանում ըստ էության այսպես էլ է կարելի, իրենց մոտ այդ մթնոլորտը աստիճանաբար կոտրվում է եւ սովորաբար դա քաղաքտեխնոլոգներ
ընկերությունների մոտ է կոչվում, ասենք դա տալիս է ռեզոնանսի էֆեկտ, մոտավորապես նախընտրական կամպանիայի կեսերին։ Արդեն ամեն յուրաքանչյուր մյուս այցելությունը ընդդիմադիր ուժի շատ ավելի լավ է անցնում, որովհետև արդեն որոշակի այդ սառույցը Դրա հետ կապված մի քանի հարց կա, խնդրեմ հերթով անդրադառնալ։ Ըստ էության ասում եմ, որ Նիկոլի ընտրողները աղքատներն են եւ շատ կարեւոր է իր համար, որ միշտ այդ շերտը մնա եւ սա այդպես է թե այդպես չի, որ ընտրազանգվածն է գնում Նիկոլի հետևից։ Հիմա երեք ուժ է հրապարակ եկել, որ ընտրազանգվածն է գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետևից, Սամվել Կարապետյանի հետևից եւ արդյոք հիմա նա տեսակետ կա, որ Սամվել Կարապետյանը շատ ձայներ ոչ թե տանում է Նիկոլից, այլ ձայներ է տանում Ռոբերտ Քոչարյանից։ Այդպես է թե այդպես չի եւ ընդհանրապես ոնց է գնահատում եւ իր հիստերիան նաեւ գործիքերս այդ հարցը տվեց, պայմանավորված է նրանում, որ ունի ինքն էլ ունի թվերը։ Ինչ թվերի մասին։ Ես դրա մասի պատասխանել եմ։ Տեսեք, ինչ վերաբերում է որն է Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը կամ քաղաքապայմանագրի, գիտեք, շատ ավելի ամեն ինչ պարզ կլիներ, շատ ավելի հեշտ կլիներ ասել, որ դրանք միայն, այսպես ասենք, այն խավն է, որը աղքատ է ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ, որ դա միանշանակ չէ, այդպես չէ, այսինքն այնտեղ կան նաև աղքատ եւ ասում ենք, ընդհանրապես տրամաբանական չի, երևի թե որ այն խավը, որը որ իշխանության գործնեության վատ արդյունքում աղքատ է լինում, անգամ սկսում է ընտրել հենց այդ նույն իշխանությանը ընդհանուր առմամբ։ Այստեղ ես կարծում եմ, երբ ոչ թե աղքատության մասին է խոսքը, այլ ինտելեկտուալ մակարդակի մասին է խոսքը, այսինքն որքանով են adekvat այդ խավերը ընդհանուր առմամբ։ Եվ այստեղ որևէ էական նշանակություն չունի, աղքատ են, հարուստ են, միջին կարողությունների մարդիկ են, թե չէ։ Դա է խնդիրը, այսինքն իր ընտրազանգվածում կան մարդիկ, որ բավականին հարուստ են ընդհանուր առմամբ, որոնք միջին կարողություններ ունեն, որովհետև այդտեղ ամենահասկանալի մասն է, որովհետև այդ մարդիկ օգտվողներն են այս ռեժիմից, իրենց համար առաջնայինը սեփական բարեկեցությունն է, այսինքն ինչպես շատ բիզնեսմեններ են լինում, ասում են, որ բան չէ, ամենակարևորը մեզ համար, որ հարկայինը այլևս չի գալիս, ասած չգիտեմ, ՀԴՄ չի խփում կամ փող չի ուզում, հավելյալ փող չի ուզում, մնացածը իրենց չի հետաքրքրում, Արցախը, անվտանգությունը, երկրի ապագա կարգավիճակը, այսինքն այդ մարդիկ են, որոնք օգտվում են այսօրվա ռեժիմի գոյությունից այս առումով։ Կա հատված, որը որ ոչ թե աղքատությամբ է բնորոշվում, այլ իրենց adekvatությամբ, այսինքն որովհետև շատ է դրա մասին խոսվել, որ այսօրվա իշխանության կողմնակիցների մի հատվածը դա քաղաքական աղանդի, այսպես ասենք, աղանդին բնորոշ մտածելակերպ ունեցողներ են, որոնք ընդհանրապես պատկերացում չունեն եւ չեն կարող ձեզ ուդաբաշ բացատրել, թե օրինակ իրենք ինչու են գնալու ընտրեն օրինակ Նիկոլ Փաշինյանին, ընտրում են, որովհետև իրենք սիրում են դա, ինչպես ցանկացած աղանդ, տոտալիտար աղանդի ներկայացուցիչ ինքը լավ չի պատկերացնում ինչի է այդ աղանդի ներկայացուցիչ, բայց ասենք ինքը դրա կողմնակիցը հետևորդ է։ Այսինքն այստեղ բազմաշերտ է այդ ընտրազանգվածը։ Կան օգտվողներ, ուղղակիորեն օգտվողներ, որոնք ունեն շատ մերկանտիլ հաշվարկներ եւ կան մարդիկ, որոնք իսկապես նույնիսկ չեն կարող բացատրել եւ կան լատենտ ընտրողներ, որոնք արդեն իսկ ամաչում են օրինակ սոցիոլոգիական հարցումների ժամանակ խոստովանել, որ իրենք ընտրելու են այսօրվա իշխանություններին եւ երբ սովորաբար իրենց հարցնում են, իրենք ասում են գիտեք Նիկոլ Փաշինյանը կամ իր քաղաքական թիմը դա վատ է, բայց հենց այդ բայցը կա, ուրեմն դուք արդեն կարող եք գրեթե 100% վստահությամբ ասել, որ դրանք լատենտ ընտրողներ են եւ ընտրության օրը իրենք գնալու են, իրականում ընտրելու են։ Այսինքն, երբ սկսվում է բայց նախկինները, բայց թալանչիները եւ այլը, դա այսպես ասենք հոգեբանական առումով մատնում է իրենց, որ իրականում Նիկոլ Փաշինյանի ընտրողներ են, բայց իհարկե հիմա հասկանում են, որ տրենդը մի քիչ ուրիշ է եւ դա միշտ չի որ շահեկան է, նույնիսկ ամոթ է շատ դեպքերում խոստովանել եւ փորձում են չխոստովանելով այնուամենայնիվ հետագայում գնալու են ընտրել Նիկոլ Փաշինյանին, այնպես որ այս 3 հիմնական
սեգմենտը կա Նիկոլ Փաշինյանի ընտրողների միջև։ Իհարկե այստեղ կա նաև տարբերակում, ասենք ավելի շատ գյուղական համայնքի բնակիչներն են, դրա մասին արդեն քիչ առաջ խոսեցինք, նաև վատ ինֆորմացված լինելու պատճառով կամ այլընտրանքային որևէ ինֆորմացիա չունենալու պատճառով, բայց սա ուղղվող խնդրեմ է, քանի որ առաջիկայում արդեն երբ ավելի ակտիվանան արշավները դեպի մարզեր, դեպի գյուղեր, ես կարծում եմ այդ մթնոլորտը փոքր-ինչ կուղղվի։ Ինչ վերաբերում է թե ընդդիմադիր ուժերից որը ինչ թիրախային խմբեր ունի կամ ինչ ընտրական սեգմենտներ ունի, ես կարծում եմ օրինակ Հայաստան դաշինքը բավականին ընդգծված իր սեփական միայն իրեն բնորոշ սեգմենտ ունի, դա արմատական տրամադրված ընտրազանգվածն է, որոնց համար դոմինանտ գաղափարը դա ընտրել մի քաղաքական ուժի մի նոր իշխանության կամ իշխանության մի հատվածի, որը որ անպայման պատժելու է այսօրվա վարչախմբին, պատժելու է, ասենք, բոլոր այն կորուստների համար, բոլոր այն զրկանքների համար, երկիրը, Արցախը եւ Հայաստանի մի մասը թշնամուն հանձնելու համար եւ այլ մնացած մեղադրանքների համար։ Բնականաբար, դա հասկանալի է, այսինքն այստեղ կա բավականին ունիկալ ընտրազանգված, որը որ թերևս Ռոբերտ Քոչարյանի հետ է կապում իր հույսերը եւ այդ ընտրազանգվածը պոտենցիալ առումով ինքը փոքր չէ, քանի որ այն ինչ տեղի ունեցել երկրի հետ վերջին 8 տարվա ընթացքում ինքը առաջացրել է նաեւ խավ, որը որ քրիտիկական առումով դժգոհ է եւ դժգոհ է, այսինքն 5000-ին մոտ զոհվածներ, Արցախի կորուստ, Հայաստանի ըստ էության նվաստացում, արժանապատվության կորուստ, տնտեսական անհաջողություններ, ընդհանրապես դժվար է գտնել ոլորտ, որտեղ կա որևէ լուրջ արդյունք, այսպես ասենք, եթե չասենք քրիտիկական մասշտաբի կորուստներ են եղել մանավանդ անվտանգային հարցերով եւ հումանիտար հարցերով, այս առումով։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանը ունի ըստ էության իր ուրույն ընտրազանգվածը։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանի առավելությունը այն է, որ ուժեղ Հայաստանին որևէ ձև օբյեկտիվորեն չես կարող կապես այն նարատիվների հետ, որոնք 8 տարի հնչել են, նախկիններ, ներկաներ, չգիտեմ, թալանչիներ եւ այլը, ապօրինի գույք ունեցողներ, գիտեք այդ նարատիվները։ Այսինքն դա այն ուժն է, որի ղեկավարը Սամվել Կարապետյանը որևէ կերպ ուղղակիորեն չի առնչվում, այսպես ասենք, այդ բոլոր հնարավոր բնորոշումների հետ, բնութագրերի հետ, որոնք տրվում են սովորաբար մեր ավանդական ընդդիմությանը, եւ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի հիմնական առավելությունը նա է, որ իրենք ըստ էության հանդիսանալով այլընտրանք բոլոր այդ նարատիվներին, իրենք կարողանում են ոչ միայն ավանդական, այսպես ասենք, ընդդիմադիր ընտրազանգվածից ձայներ տանել, այդ թվում աշխարհաքաղաքական հայացքներից ելնելով եւ այլը, այլ նաեւ այլ ընտրազանգվածից, որը որ սովորաբար չի մասնակցում ընտրություններին, այսինքն որոնք ավանդաբար չկողմնորոշված են իրենց համարում եւ հավերժ սպասում էին այն ինչ-որ մի այլընտրանքի, որը վերջապես գալու է։ Եվ հիմա իմիջիայլոց սոցիոլոգիական հարցումներից եթե խոսենք, ապա եթե բոլոր սոցիոլոգիական հարցումները դնում ենք իրար կողք, ապա գոնե մի կետ կա, որի շուրջ մենք որոշակի ընդհանրություն տեսնում ենք։ Այդ ընդհանրությունները ընդհանրապես սոցիոլոգիական տարբեր կազմակերպությունների արված հարցումներում բավականին քիչ են լինում ընդհանրություններ շատ դեպքերում, բայց գոնե մի կետում ընդհանրություն կա, որ մասնակցությունը կարծես թե շատ ավելի բարձր է լինելու, քան սովորաբար վերջին տարիներին եղել է, առնվազն այս պայդրությամբ խոսքը գնում է հստակ 55% մասնակցության մասին, որը որ ցույց է տալիս, որ այն ուժերը, մանավանդ այն ուժերը, որոնք նոր են մտել դաշտ, որոնք այլընտրանք են հանդիսանում,
չեմ ուզում ասեմ այդ շտամպերով խոսամ երրորդ ուժ են լինելու, բայց այնուամենայնիվ իրենք կարողացել են արտնասնել пассив ընտրազանգվածի մի հատվածին, մոտավորապես արդեն 7-ից 8% առնվազն, եթե համարենք, որ միշտ 47-48% էր վերջի մի քանի համապետական ընտրությունների ժամանակ, եւ իմիջիալոց նաեւ ակնկալվում է, որ այդ տոկոսը կարող է ավելանալ նույնիսկ մինչեւ 60%, ամենայն դեպս հարցումներից մեկում 55%-ը հստակ էր եւ ավելի շուտ կմասնակցեն եւս 5% էլ կար, բայց դա այսպես ասենք մենք վերցնենք գոնե ամենա ներքևի շեմա, 55%-ը։ Այս առումով ես կարծում եմ այն ընտրազանգվածը, որը որոշակի հույսեր ունի իր սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու հետ կապված, առանձնակի հույսեր են կապում հենց ուժեղ Հայաստանի հետ, որպես մի ուժի, որի առաջնորդը լինելով գերհաջողակ բիզնեսմեն, Forbes-ի ցուցակի վերջի տարիներում մշտական անդամ, ինքը ինչ խոսք է տալիս, իր խոստվածը ընկալվում է որպես իրական ծրագիր, այդ ասում է ուրեմն կանի, եթե խոսքը վերաբերում է տնտեսության մասին, 300,000 աշխատատեղի, ասում է կանի, եթե ասում է, որ զրոյական դրույքաչափ է լինելու, ասենք փոքր միջին բիզնեսի համար, կարվի, եւ այլն, այսինքն գործարան է ասում կանի, այսինքն այդ մարդը ընկալվում է որպես մարդ, որը որ լինելով խոշոր բիզնեսմեն մեծ կապերով, այդ թվում դրսում կարա անի, այն ինչ որ ասում է մանավանդ սոցիալ-տնտեսական ոլորտում, հիմա նաև, այսպես ասենք, ինքը ըստ էության առաջարկում է նաև որոշակի լուրջ այլընտրանքներ անվտանգության ոլորտում։ Մյուս ընդդիմադիր բևեռը, խոշոր բևեռի մասին է խոսքում, Բարգավաճ Հայաստանը ունի իր ավանդական, կարծում եմ, ընտրազանգվածը։ Իհարկե, ընտրազանգվածները երբեմն խաչվում են ընդհանուր առմամբ, այսինքն այնպես չի, որ ամեն մեկը ունի իր ստերիլ ընտրազանգվածը եւ միայն իրեն բնորոշ, թերևս բացի գուցե Քոչարյանից, որը ունի արմատական ընտրազանգված, որը իր հետ է հույսեր կապում, պատժելու եւ այլն, արդարություն վերականգնելու կապված այս իշխանությունների հետ։ Բարգավաճ Հայաստանի պարագայում ես կարծում եմ ավանդական իր ընտրազանգվածը ունի մանավանդ մարզերում, որովհետեւ կա նաեւ, ինչպես ասում են, հաջողված պատմություն նախկինում, հա, սա առաջի դեպքը չի, սա նոր քաղաքական ուժ չէ, իհարկե նոր ֆորմատով է, ավելի քաղաքականացված է, իր բնույթով դաշինքային տրամաբանություն ունի, բայց մեկ կուսակցության անվան տակ է, բայց ունի, ինչպես ասում են, success story նախկինից եկած, որ հետ աշխատել են Գագիկ Ծառուկյանի եւ այդ ուժի հետ եւ մարդիկ, որոնց մոտ նորից եկել է այս ուժը, իրենք կարող են երևի հույսեր կապել այս ուժի հետ եւ այս ուժը ես կարծում եմ բավականին ռեալ շանսեր ունի ոչ միայն անցողիկ լինել, այլ նաեւ մի քիչ էլ ավել լինել։ Չորրորդ ընդդիմադիր բևեռը դա միասնության թևերն են, որը նույնպես որոշ չափով ունի իր ունիկալ ընտրազանգվածը, դա ավելի լիբերալ, դա ավելի ազատական, դա ավելի երիտասարդական, կարծում եմ, շերտն է, ուսանողություն, IT ոլորտ, եւ ես կարծում եմ այս ուժը պետք է աշխատի իրենց վրա եւ այստեղ հնարավորություն ունի այդ սեգմենտը գոնե զգալիորեն իրենով անել։ Սա այն խոշոր հիմնական այն 4 ֆորմատներն են, որոնք մասնակցում են։ Ես կարծում եմ այս ընտրությունների առանձնահատկությունը եւ դրական պահը ընդդիմության համար նա է, որ հաջողվել է այնուամենայնիվ հիմնականում ձևավորել խոշոր միավորներ, մոտավորապես որոշ հաշվարկներով մոտավորապես 2 անգամ նվազեցնելով ձայների փոշիացման ընդհանուր ծավալը ընդհանուր առմամբ։ Եթե նախորդ ընտրությունում 21 թվականի 21 թե 22% էր այդ փոշիացման ծավալը եղել ձայների, ապա հիմա կանխատեսվում է, որ դա կարող է լինել 12-ից 13-14% ամենաառավելագույնս, եւ եթե նույնիսկ կան ուժեր, որոնք այնուամենայնիվ այդպես էլ լեզու չգտան խոշոր միավորների հետ եւ չտեղավորվեցին այդ ֆորմատներում, թեպետ շատ էր խոսվում դրա մասին եւ թվում էր, որ արդեն ամեն ինչ լուծված է, ես չեմ բացառում, որ այնուամենայնիվ միջև
ընտրությունների ավարտը, այսինքն մինչև այն ժամկետը, երբ դու կարող ես վերջնական կողմնորոշում ցուցաբերել, ասենք դուրս գալ օրինակ պայքարից, իօգուտ ինչ-որ մեկի, չեմ բացառում, որ որոշ ուժեր իրենց քաղաքական միսիան կատարելուց հետո իրենք կարող են նույնպես հայտարարությամբ հանդես գալ, ովքեր որ հիմա դեռևս առանձին են էլի մասնակցելու, ընդդիմադիրների մասին եմ ասում, հայտարարել, որ իրենք աջակցում են այս կամ այն քաղաքական խոշոր միավորմանը։ Սա նույնպես կարող ենք դիտարկել որպես եւ ստրատեգիական, այսպես ասենք, հնարք եւ տակտիկական առումով կարող է արդյունավետ միջոց լինել, որովհետեւ կան թեմաներ, որոնք կարող են օրինակ որոշ այնպիսի ուժեր ինչպես ՀԱԿ-ն է, օրինակ կան թեմաներ, որտեղ իրենք անգերազանցել են եւ շատ վտանգավոր Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչ վերաբերվում է թվերին, ապա քանի որ տարբեր սոցիոլոգիական հարցումներ կան եւ ինչպես ես նշեցի, շատ դեպքերում այդ սոցիոլոգիական հարցումների թվերը իրար հետ նույնիսկ չեն համադրվում, բացի մասնակցության թվերից, ապա միանշանակ հիմա խոսալ սոցիոլոգիական հարցումների թվերի մասին, ես կարծում եմ կոռեկտ չի լինի ընդհանուր, որովհետեւ շատ տարբեր են ընդհանուր առմամբ։ Իմ մոտ ամենայն դեպս այնպեսի տպավորություն է, ես դրա մասին շատ եմ խոսել, որ գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումներով իշխանության իրական թիվը արձանագրվել է մինչև 25% ընդհանուր։ Ընդդիմադիրների տոկոսները բավականին խայտաբղետ են տարբեր։ Նույն քաղաքական ուժի մի սոցիոլոգիական հարցումը մոտավորապես նույն ժամանակահատվածում տալիս է 14%-ի մոտ կամ 13%-ի մոտ, մյուսը տալիս է 24%։ Եվ այլ, այստեղ, այսինքն խոսել սոցիոլոգիայի մասին բան, բայց մի բան հստակ է, նույնիսկ այն սոցիոլոգիական հարցումները, որոնք իրականացվել են ակնհայտորեն իշխանության կողմնակիցների կողմից կամ իշխանության պատվերով, իրենք հստակ ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որևէ կերպ չի կարող մոտենալ մեծամասնության արդյունքին, այսինքն 50+1-ին, որևէ կերպ ընդհանուր առմամբ, մանավանդ եթե մասնակցությունը իսկապես շատ բարձր լինի, էլ չեմ խոսում, եթե մասնակցի 60%-ը, այսինքն 1.5 միլիոն մոտավորապես մարդ։ Այդ պարագայում ես կարծում եմ հարցերը բոլորը փակված են լինում, որովհետև բարձր մասնակցությունը միանշանակ թույլ է տալիս ընդդիմությանը նույնիսկ առանց մեծ ճիգերի բարձր մասնակցություն, առանց մեծ ճիգերի նույնիսկ հաղթել ընտրություններում, իհարկե ամենայն հավանականությամբ կոալիցիոն է։ Իհարկե, այսօրվա իշխանության մարտավարությունը հիմնականում ուղղված է նրան, որպեսզի ապաթիայի մթնոլորտը ուժեղացնեն, մարդկանց դրդեն այն մտքին, որ որևէ բան միևնույն չի փոխվելու, ամեն ինչ որոշված է, եթե ամեն ինչ որոշված չլիներ, ապա իշխանության ղեկավարը նման կեցվածքով հանդես չէր գա, նման անլրջությամբ, այս աստիճան չէր անլրջացնի քարոզարշավը, թե իր արտաքին տեսքով, թե իր պահվածքով, թե իր այսպես ասենք անցուդարձով, իր կերակուրով անգամ եւ այլն եւ նույնիսկ փորձեցին փաստացի մինի կամ մաքսի սերիալ, մի հատ սարքեն բանի հետ կապված, այդ ամուսնության հետ կապված, բաժանվելու, ամուսնանալու եւ այս բաների հետ կապված մի քիչ հնդկական բան։ Ես կարծում եմ չաշխատեց, որովհետեւ մենք չտեսանք նույնիսկ որ դա լուրջ արձագանք ունեցավ, որովհետեւ մարդիկ այդ բաժանման հետ կապված ի սկզբանե լրջագույն կասկածներ էին հայտնում եւ կարծես թե ուղղակի մարդիկ ընտրողները համոզվեցին, որ իրենք չեն սխալվել, արդեն իշխանությունը բավականին կանխատեսելի է դարել, նույնիսկ իր էքստրավագանտության մեջ, ասենց էկզոտիկ պահվածքի մեջ մարդկանց համար սովորական քաղաքացիների համար թե հպարտ, թե ոչ այդքան հպարտ, բայց արժանապատիվ քաղաքացիների համար ամեն ինչ շատ կանխատեսելի է դարձել։ Մարդիկ արդեն չեն զարմանում ոչ մի բանից։ Այս առումով ես կարծում եմ իշխանության ռեսուրսները ել ավելի ավելացնել իրենց ձայները բավականին սահմանափակ են։ Ընդդիմության ռեսուրսները ես կարծում եմ դեռևս աճելու տեղ ունեն, որովհետև շատ առնվազն երկու քաղաքական ուժ, առնվազն նորաստեղծ, իրենք նոր են մտնում քաղաքական ասպարեզ, այսինքն նոր են դուրս գալիս
ստեղծվելու գործընթացից, հա, այն սկզբնական իրենց գործընթացից կամ բան կառուցված ձևավորելու գործընթացից եւ հիմա շատ ավելի արագ են փորձելու զբաղվել նաեւ քարոզչությամբ ընդհանուր առմամբ։ Իհարկե ընտրությունը դա միայն քարոզչություն չէ եւ ընդդիմության կարծում եմ հիմնական խնդիրներից մեկը դա նաեւ սոցցանցերից մի քիչ անջատվելն է, չանջատվել, այլ շարունակել սոցցանցային կամ մեդիա դաշտում այդ ակտիվությունը, որ իրենք ցուցաբերում են, երևի թե ավելի ռեալ աշխատանքներ ունենալ նաև կոնկրետ գետնի վրա տեղերում, համայնքներում կարողանալ շփվել մարդկանց հետ, այդ թվում այն մարդկանց հետ, ովքեր որ եղանակ են ստեղծում, հանրային տրամադրություններ են ստեղծում տեղում, եթե դա քաղաքներում է, դա այսպես կոչված բեսեդկաներում, եթե գյուղերում է, գյուղամիջերում, այսինքն այն մարդկանց հետ, ովքեր որ իրականում լոկալ հեղինակություն ունեն։ Ընդհանրապես այս ընտրությունների առանձնահատկությունը, այսինքն Փաշինյանական Հայաստանում իրականացվող ընտրական գործընթացի այս առանձնահատկությունը եւ ունիկալությունը նրանում է, որ այս անգամ որևէ աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ ուժային կենտրոն, հա, երկիր, իրենք այլևս չեն թաքցրել իրենց մոտեցումները, իրենց նախապատվությունները։ Եթե նախկինում էլ պարզ է, որ միշտ էլ այդ շահագրգռվածությունը եղել է, ամեն երկիր փորձել է իր շահից ելնելով ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց դա արվել է, ինչպես ասում են, քողարկված, տակից, կողքից եւ այլը վերևից, բայց ոչ հրապարակային դաշտում, այսինքն որևէ մեկը չի դուրս եկել եւ օրինակ արտգործնախարարի մակարդակով, ինչպես Ֆիդանը արեց եւ ուղղակիորեն աջակցել որևէ քաղաքական ուժի, ապա հիմա գրեթե բոլոր հիմնական շահագրգիռ խաղացողները, ովքեր որ շահագրգռվածություն ունեն Հայաստանի հետ կապված, բացի դեռևս Իրանից, այն էլ հիմա ինչպես ասում են գլուխը խառն է, բայց չեմ բացառում, որ իրենք որևէ մոտեցմամբ հանդես կգան, իրենց բնորոշ, բոլորը հայտարարեցին, այսինքն Հայաստանը հիմա իմունիտետը այս իշխանության եւ Հայաստանի այնքան ցածր է, որ յուրաքանչյուրը իր պարտքն է համարում բաց տեքստով դրա մասին խոսել առհասարակ։ Այսինքն խոսեց Ֆիդանը ժամանակին, խոսեց Եվրոմիությունը ուղղակիորեն ասեց, որ իրենք հիբրիդային պատերազմ են տեսնում Հայաստանում եւ աջակցելու են Հայաստանի իշխանություններին այդ հիբրիդային պատերազմը ընդդեմ Ռուսաստանի վարելու գործում, ուղղակիորեն Եվրոմիությունը, Միացյալ Նահանգների վիցեպրեզիդենտը ուղղակիորեն հենց Երևանում հայտարարեց, որ իրենք դեմ չեն աջակցելու այսօրվա ղեկավարին երկրի, հա, Մամիջարովի մասին ասեցիք, գիտեք, հասկանում եք, Մամիջարովի թեպետ նախկին պաշտոնյա է, նախկին արտգործնախարար, բայց հաշվի առնելով ինչ է իրենից ներկայացնում այսօր Ադրբեջանը եւ ինչ կառավարման համակարգ է այնտեղ, որ այնտեղ որևէ մեկը չի կարող նախկին կլինի, ներկա կլինի ինչ որ կարծիք հայտնի, որը որ չի համընկնում գործող իշխանության Ադրբեջանի կարծիքի հետ, Մամիջարովն էլ ըստ էության ոչ միայն տարավ քարոզչություն Իոքուտ Փաշինյանի, այլ նաև հակաքարոզչություն նույնիսկ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր առմամբ տվյալ պարագայում, այսինքն իրենք ավելի հեռու գնացին այս առումով։ Եվ այստեղ զարմանալի չէ, ես կարծում եմ, որ նաև Ռուսաստանի ղեկավարը Պուտինը ուղղակիորեն ամբողջ աշխարհի առջև 25 րոպե բաց եթերում, այսպես ասենք, դիսկուս էր անում այս թեմայով եւ Ռուսաստանի որոշ նախապատվությունների մասին են խոսում։ Ես ճիշտ ասած համոզված չեմ, որ եթե մնացած այն բոլոր երկրները նման կեցված չընդունեին, ապա Ռուսաստանը արդյոք այս անգամ էլ բաց տեքստով ինչ որ մի բանի մասին խոսեր, թեպետ բաց տեքստով երբ որ ասում ենք, այնտեղ անուններ չհնչեցին։ Իհարկե,
այն ինչ որ ասվեց բոլորս մենք կարող ենք հասկանում ենք ում մասին կարող է լինել կամ որ ուժերի մասին, բարեկամ ուժերի մասին, բայց այնուամենայնիվ նույնիսկ այստեղ շատ բաց տեքստով անուն ազգանունով չասվեց, ինչպես դա կար մնացած իմ նշած դեպքերում, հա, իմ նշած դեպքերում։ Այս առումով նորից եմ ասում, սա ցույց է տալիս, թե այսօրվա իշխանության կշիռը արտաքին աշխարհում ինչպիսին է, այսինքն ով ուզում է Հայաստանի ներքին գործերին խառնվում է ընտրական գործընթացների։ Երբևիցե այդպիսի բան չի եղել, երբևիցե որևէ այլ ղեկավարի օրոք Հայաստանի նկատմամբ այսպիսի անհարգալից վերաբերմունք չի եղել, բայց սա էլ է, ես կարծում եմ հասկանալի, հաշվի առնելով, որ որպես պարտնյոր այսօրվա Հայաստանի ղեկավարությունը ինքը գրեթե զրոյական նշանակություն ունի եւ շատ դեպքերում ոչ թե սեղանի շուրջ են նստած, եթե որևէ քաղաքական դիսկուս կա կամ բանավեճ կա կամ բանակցություն, այս սեղանի վրա է։ Ինչպես ներքին նախագահն էլ ասել էր իր առաջին ասելիքում ասել, չէ՞։ Դե կողք չեք ջրել։ դա գիտեք դիվանագիտական հայտնի ասացվածք է, այսպես ասենք, ընդհանրապես դիվանագիտական, որ եթե դու սեղանի շուրջ ես, ուրեմն դու մենյուում ես։ Հիմա Հայաստանը շատ վաղուց մենյուում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։